շնորհակալություն այս հնարավորության համար։ Ուսամ չեք ձանձրանա, հիմա մի փոքր վիդեո կնայենք, վիդ կնայենք մեր ընկերության կատարած աշխատանքների մասին և անցած ճանապարհի մասին։ Հետո արդեն ցույց կտամ, թե ոնց են դրան հասել և այնտեղ շատ հետաքրքիր խորհուրդներ կան, որոնք ժամանակի մեջ չեն հնանում դեռ, իհարկե վաղուց են այդ խորհուրդները ինձ օգնել և հիմա ժամանակի ընթացքում դեռ շատ են շարունակում օգնել, ճիշտ է ժամանակները առաջ են գնում, տեխնոլոգիաները զարգանում են, բայց խորհուրդները շատ ակտուալ են։ Գնանք։ Winner is Backbone Branding. Many congratulations. Backbone Branding. Backbone Branding. Well done.
Հուսամ չձանձրացաք, ես մեր գործունեությունը ավելի շուտ ստեղծելու և պատկերելու հետ է կապված, քան խոսելու, պատմելու կամ ինչ-որ բաներ կազմակերպելու։ Այդ առումով սրանք պատկերներ են և գործունեություն են, որ պետք է սկզբից իրանք իրենց մասին խոսեին, որ հետո հիմա ես խոսեմ։ Ձեր թիմա կկիսվեմ մեր ընկերության անցած ճանապարհով 2010 թվականից օֆիցիալ, ում ինչպես շեշտեցին, դեռ կան հետաքրքիր խորհուրդներ, որոնք դեռ ակտուալ են և կարող են ձեզ շատ օգնել։ Գնացինք։ 2010 թվականից մենք ուզում ենք հասկանանք ով ենք նոր ենք որպես կազմակերպություն հիմնվել, բայց շեշտեմ, մենք ունենք 15 տարվա փորձառություն, 200 արարողցանակներ և հարյուրավոր պրոյեկտներ։ Զբաղվում ենք սերվիսներով branding, naming, design concept, rebranding, logo design, brand identity և այդ ամեն ինչը կատարվում է back-end-ում մեծ թիմով և մեծ դժվարություններով ու մեծ ծավալուն աշխատանքով։ Աշխատանքը, որ կատարվում է, այդ որակի չափանիշ, որ մենք դրել ենք մեր դիմաց, մեզ հասցրելաց ստեղ։ Մենք հիմա խաղում ենք միջազգային բարձր լիգայում, ինչ ասել բարձր լիգա, այնտեղ որտեղ պրոյեկտների արժեքները սկսում են $100,000-ից ու հասնում մինչև միլիոններ։ Վարկանիշային ցուցակում ամերիկյան և անգլիական վարկանիշային ցուցակներով մենք այս պայմանությամբ ամենակարևորում ձեր կողմից ծախում 4-րդ հորիզոնականում ենք։ Այս շատ կարևոր ցուցանիշ է և փորձեմ հասնել պատմել սրա մասին, թե ինչպես է ստացվեց։ Բարձր լիգա հասնելու համար, բարձր լիգայի խաղի կանոններում աշխատելու համար դու պետք է լավ հեղինակություն ունես։ Շատ դժվար էր միջազգային և դժվար է հիմա պատվիրատուներին վստահել մի կազմակերպության, որը որ գտնվում է Հայաստանում, ցավոք սրտի, որովհետև Հայաստանը շատ անհայտ և ոչ վստահություն ներշնչող երկիր է, շատերի համար էլ անճանաչելի։ Այդ առումով մենք փորձեցինք որպես ընկերություն մեր աշխատանքներով, մեր պորտֆոլիոյով այնպիսի հեղինակություն ձեռք բերել, որ հաղթանենք այդ դժվարությունը, այդ բարիերը։ Արդյունքում ունեցանք մեծ և ուժեղ հարուստ պորտֆոլիո, հեղինակություն ճանաչում և դրա շնորհիվ նաև Հայաստանը ճանաչելի դարձնել միջազգային շուկայում։ Մի խոսքով, սա էտապներից մեկն է, որի մասին անդրադառնանք, 19 թվականին առաջին անգամ դարձանք տարվա լավագույն ընկերություն, Գևորգ Պողոսյան մեր հետ էր ժամանակ Լոնդոնում, միացել էր մեր թիմին, 20 թվականին կրկին նույնիսկ դարձանք տարվա լավագույն ընկերություն, 22 թվականին ստացանք Core Design Award, այսինքն դեռ այդ Core Design Award ոչ մեկ չունի, մենք ունենք, այսինքն ամենաշատ այդ տարվա մրցանակներ ստացած կազմակերպություն։ 22 թվականին նույնպես ամերիկյան ADC մրցանակաբաշխություն դարձանք տարվա լավագույն բուտիկ ընկերություն։ Մի խոսքով այսպես մի 4 անգամ տպվել ենք հաղթողների գրքի շապիկի վրա, գրքի մեջ ստեսնես տպում ես, բայց շապիկի վրա տպվել է էդի ֆանտաստիկ հնարավորությունը, որ մեզ ընձեռվել 2 անգամ, 18 թվին և այս տարի 25 թվին։ Մեր աշխատանքները ցուցադրում են աշխարհի տարբեր երկրներում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Չինաստանում, Ամերիկայում, որպես դիզայնի նմուշներ կարծես արվեստի գործեր, այդպիսի ցուցահանդեսներում, Մոնակոյում, տարբեր երկրներում ունեցել ենք բանախոսություններ, դասախոսություններ, Չինաստանում, Պարսկաստանում և ունենք նաև այս տարի առաջին անգամ Red Dot, այս բոլոր այն կազմակերպություններով ունեն, որտեղ մենք դրանցից ունենք մրցանակներ։ Մեր համար ինչ մրցանակ ստանալը ստեղ էտապներով վերացա, բայց ես հենց թռուցիկ ասեմ ժամանակի մեջ տեղավորելու համար։ Նախ մրցանակը մեր համար մրցույթների մասնակցել և մրցանակը ստանալը դա ֆորումայի մեջ մնալու մարզիկի աստետի սկզբունքն է։ Երկրորդը
մեր ընկերության քիչ առաջ ասել ճանաչելիությունը եւ մեր երկրի ճանաչելիությունը, առհասարակ ճանաչելիությունը, հեղինակությունը, որը բերում է մեծ արդյունք։ Երրորդը կարելի ասել մեր ինքնաճանաչողություն, այսինքն հասկանանք, թե մենք որտեղ ենք միջազգային հարթակում, հասկանանք, թե որտեղ ենք մենք ինչ մակարդակում ենք գտնվում եւ այսպես։ Այս իրական իմ ամենից սիրած կտորն է, թե մեր մասին ինչպես կարելի է գովազդել։ Սկսենք մեր պատմությունից։ Իդեպ մեր կարգախոսն է երևակայելով վերափոխել, կամ երևակայիր, որ վերափոխես։ Մենք մեծ երազանք ունենալ միջազգային պատվերներ, դառնալ միջազգային կազմակերպություն։ Պրոցեսը սկսվեց 2010 թվականին։ Մեր առաջին պատվիրատուն աշտարակաթն էր, երբ որ վստահեց իր ամբողջ ընկերության պրոդուկտների ռեդիզայնը եւ նոր պրոդուկտների ստեղծման բրենդինգ ու դիզայնը։ Մեր աշխատանքները 2010 թվականին այս աշխատանքներն են եւ մի քիչ ավելի, ուղղակի հայտնի են ստեղծել։ 2010 աշտարակաթի պրոյեկտները մեզ բերեցին 2012-ի պրոյեկտներին, որ մենք ստացանք այս պատվերը, որի շնորհիվ մենք ստացանք նաեւ մի շարք մրցանակներ։ Առաջին պրոյեկտը որ մեզ այս քանակի մրցույթներից մրցանակներ, հետո հետագայում գնացին արդեն այս պրոյեկտները, տեսնում եք, որոշներն արդեն շուտայում չկան, 11 տարի առաջ էր, բայց 2014-ը կարևորագույն տարի էր, որի մեջ կա խորհուրդները, ինչի մասին եկել եմ ստեղ խոսել ձեր հետ։ Մենք ռեբրենդավորվեցինք, մենք դիզայներական ընկերությունից վերափոխվեցինք բրենդինգային ընկերության, բայց դա զուգադիպես նա, որ ճգնաժամ էր տնտեսական եւ դա մեր անդրադարձավ, ու մենք չունեցանք պատվերներ տարվասկզբին 2014-ին, ու մենք հայտնվեցինք ճգնաժամի մեջ։ Ես հավաքեցի ցուցակ իմ 10 ընկերներից շրջապատի, որոնցից կարող է ստանալ խորհուրդներ, նրանցից 3 ինձ տվեցին կարևորագույն խորհուրդները։ Մեկն ասաց, գիտես ինչ երազանք որ ունես, ոտքով գլխով պետք է թռնես երազանքիդ հետևից։ Ես հասկացա, որ դա ես չեմ արել, նպատակն երազանքները միջազգային ճանաչում, միջազգային պատվերներ եւ միջազգային շուկա, բայց մնացել ենք մեր տեղական հայկական պատվերների մեջ եւ ճգնաժամի արդյունքում այդ ամեն ինչ արդեն քանդվել է։ Երկրորդը խորհուրդ տվեց մի կարևոր բան, որի մասին ես չգիտեի, սա տնտեսական աճի փորն է, երբ որ կա զարգացման փոր, երբ որ ցանկացած զարգացման մեջ կա գագաթ, աճ, գագաթ եւ անկում։ Մարդու օրգանիզմները այդպես եւ բնությունները այդպես, հասնում են որ կա գագաթի հետո սկսում է անկում։ Խորհուրդ ինչու՞մն է, մինչև գագաթին հասնելը, մինչև կարմիր կետին հասնելը մի նոր բան նախաձեռնել, որտեղ երբ որ դու հասնես գագաթին, քո ուժերի պիկի ժամանակ, քո ուժերն արդեն սպառվելու վրա կլինեն, երբ որ ինչ-որ բան ուզենաս նախաձեռնես, չի ստացվի։ Երբ ես հասկացա, այս սխալներ եմ թույլ տվել։ Հասել ենք ինչ-որ հաջողության, մոռացել ենք նախաձեռնել ինչ-որ մի հատ այլ նոր բան, որ հաջորդ հաջողությունը լինի։ Պատվեր, մրցանակ եւ Երրորդը շատ հետաքրքիր է, ինքը տեսակով խորհուրդ չէ, բայց ես իրեն ընդհանրեցի որպես խորհուրդ։ Հանդիպել եմ ընկերոջս, ասում եմ, գիտես, այդ հերթական ընկերներից մեկին, ասում եմ, օգնի ինձ հասկանամ, ինչպես կարող եմ միջազգային շուկա, միջազգային պատվերների վրա դուրս գալ, եւ այս իմ ընկերը հետաքրքիր ձեզ սկսեց հարցեր տալ ինձ, թե այդ ո՞նց է ստացվում, որ IT ընկերությունները կարողացել են դուրս գալ միջազգային շուկա, միջազգային պատվերներ վերցնել, ու ինձ հարց է տալի, ու ես հասկացա մի կարևոր բան, ասեցի ստոպ, ես արդեն խորհուրդ ունեմ, երբ որ ասեց, բայց ես հենց պատասխանը չունեմ, ինչ ես շտապում, ասեցի չէ, ես արդեն խորհուրդը ստացել եմ, որովհետև եթե IT-ի մոտ ստացվել է դուրս գալ միջազգային շուկա, ուրեմն իմ մոտ էլ կստացվի։ Եթե նա կարող, ուրեմն ես էլ եմ կարող։ Դեպ սա հայկական հետաքրքիր մտածելակերպ է, որ հայերի մոտ շատ հանդիպում, շատ տարածված, մենք ոգևորվում ենք իրարով։ Ու ինչ արեցի։ Հասկացա, գնացի խորհուրդները կատարելու։ Մենք արել ենք աշխատանք, ես ցույց չենք տվել միջազգային շուկայում,
պահել էինք, չէինք տարածել, մենք անմիջապես սկսեցինք տարածել, տարբեր բլոգերով, բլոգերների միջոցով, շատ ակտիվ սկսեցինք տարածել, ու շատերը մեր մասին սկսեցին գրել առաջիկա 2 ամսվա ընթացքում, մենք ստացանք հարյուրավոր նամակներ, որոնցից 3-4-ը դարձան կոնտրակտ, 4 ընտրություն, 14 թվականի արդեն ամառվա վերջ, սեպտեմբերի սկիզբ, մենք ունեինք միջազգային պրոյեկտներ, պատվերներ։ Չգիտեմ, կրտսեր սերունդը չգիտի, բայց Diego Maradona, ավակ սերունդը գիտի, Diego Maradona-ի համասեփականատերը մեր պատվիրատուն դարձավ, ու մենք, այսպես ասած, Diego Maradona-ի պատվերը կատարեցինք։ Ռուսաստանում ունեցանք ռեստորանի պրոյեկտ, եւ այսպես շարունակում։ 16 թվականին, ինձ են տարի ռեստորան 5 րոպե դրամարակացնում, 15 թվական արդեն շարունակում ենք բավականին շատ միջազգային պրոյեկտներ, միջազգային թռիչքներ, հանդիպումներ, արդեն 16 թվականին մենք 9 մեծ միջազգային պրոյեկտ, որոնցից մեկը Դուբայի շոկոլադներ, որ հիմա վաճառվում է Աբու Դաբի Լուվրի թանգարանում, եւ այդ տարի ունեցանք նաեւ 6 միջազգային մրցանակ։ Անգլիայից, Ամերիկայից ցանկ այդ պրոյեկտները, որոնց շահել են մրցանակները։ 18 թվականին ես նորից հիշեցի երկրորդ խորհուրդը, նախաձեռնել մի նոր բան։ Ու այդ ժամանակ սկսեցինք մի պրոյեկտ, որտեղ գաղափարները մենք սկսեցինք իրականություն դարձնել։ Վաճառելու նպատակով։ Ոչ թե մենք ինքներս դարձանք մեզ համար պատվիրատուներ։ Ու այս պրոյեկտը դրանցից մեկն էր, որ սարքեցինք ու վաճառեցինք, սա արդեն ռեդիզայն է։ Ինչպես ասացի, 19 թվականին տավալավարում ընկերություն այս պրոյեկտներով դարձանք, սենք տեսել են մեջ։ Եվ դեպությամբ ունենք 30 մրցանակ, 16 հրատարակություններ, որ մասներ մի խոսքով մեր մասին շատ են խոսում, մեր մասին շատ են գրում։ Բայց այս են արդյունքն է, որ մենք դերից շարժվեցինք։ Այս մեր Գևորգին ստեղ տեսնում եք, չէ՞։ 20 թվականին նույնպես Արագացնող ու ժամանակ քիչ ամրացել, որ հասցնենք հարցերին։ Ու այսպես, մենք Ռոյալ Արմենիայում 22 թվականին շատ ավելի մեծ արդյունք ունեցանք, քան 19-20-ին։ 24 թվականին անցած տարի առաջին անգամ մեկնարկեցինք համագործակցությունների ֆորմատը, այդ արդեն երրորդ էտապն էր նոր բան նախաձեռնելու, ու սա շատ հետաքրքիր արդյունք տվեց։ Անգամ համագործակցում ենք Մատենադարանի հետ ու տարբեր մեծ արտադրողների հետ։ Այսինքն մենք համատեղ գործարարությամբ ենք զբաղված, բիզնեսներ ենք հիմնում։ Այս տարի 4-րդ էտապը նոր բան նախաձեռնելու եւ աճելու Արիթն էր, որ ես ինքս միացա և մեր ընկերությունը իմ գլխավորությամբ միացանք Ռեալմինի ակադեմիային։ Այսինքն, այն ինչ որ հիմնաստեղ Գևորգը խոսեց, IKS բան կուրսերի մասով, ես ինքս արդեն ներգրաված եմ այդ պրոցեսների մեջ։ Նորից հիշենք, երևակայել որ վերափոխես։ Մենք երևակայում ենք, որ վերափոխենք։ Այսինքն, շնորհակալություն։ Բայց սիրով հարց պատասխան իմ սիրած ամենալավ կտողը, կուզեմ հարցեր։ Հարցերի ժամանակ ես կամաց ոսկում եմ տեպ։ Դուք ընտրեք, եթե տեսել եք ով ածել բարձացրել առաջինը։ Երկու հարց կարճ, որտև Բարև ձեզ, ԱՏՑՄ-ից ինձ մի բան է շատ հետաքրքրում, նախ շատ շնորհակալություն։ Ինձ մի բան է հետաքրքրում, ամեն նոր նախագծի ձեր մոտեցումները, արդյոք իրանք հենց նույն բրենդինգի դասական մոտեցումներն են, թե դուք ունեք ձեր սեփական, ձեր կողմից նախագծված մոտեցումները, որով մոտենում եք, թե թիմի մեծ կրեատիվությունն է, որ բերում է նմանատիպ հաջողությունների։
Շնորհակալություն։ Ես նույնիսկ ավելացնեի, որ հենց որ արդեն պատվերը գալիս է, որ արդեն տնսենյակի դուռը փակում եք, նստում եք, սկսում եք, առաջինը ինչ եք անում, ասենք սուրճը դրեցիք ու սկսվեց, ինչա տեղի ունենում։ Բայց շատ հետաքրքիր է, առաջ այդպես է, նստում ենք, սկսում ենք քննարկում, բայց հիմա smooth process է գնում, պայմանագրերով, համաձայնություններով, բրիֆինգով եւ այլն։ Բայց կոնկրետ հարցը, այդ ձեր ասած շատ նման ստեղծագործական բում է գրեացիա։ Մենք մի քիչ ուրիշ ենք հարցի մոտենում, շատ հետաքրքիր է։ Մենք կարողացել ենք ստեղծարարությունը վերածել կոնվերային process-ի, այսինքն Սիստեմատիզացրել չենք կախող, ինձ կրեատիվը կգա կմտածեմ, մեր ուսանեկա մտածեցի կան չեմ։ Չեմ մի քիչ այդ ձևով, այսինքն դա ուղիղ այդ ճիշտ մշակված մեթոդաբանությունն է, որի մասին մենք հարցիկ տալի, շատ ենք փորձել մեթոդներ, վերջում եկել ենք մեր մեթոդին, ինքը բուն իմաստով չի տարբերվում միջազգային ստանդարտներից, այսպես ասած, շատ չի տարբերվում, բայց ինքը այնքան լավարկված է, որ ադապտացված է մեր իրավիճակին։ Իրավիճակից ասեմ, որ երբ որ դու ունես լրիվ այլ իրավիճակ եւ պայմաններ, լինելու մրցունակ, օրինակ, այն միջազգային պրոյեկտները, բրենդները, որոնք մրցում են միջազգային հարթակներում, շուկաներում, դրանք այլ առավելության մեջ են։ Մենք կրեատիվությամբ եւ ճիշտ հետազոտության վերլուծության արդյունքում պետք է կարողանանք մրցունակ լինել միջազգային շուկայում եւ մեր գլխավոր խնդիրներից մեկն է ոչ թե մենակ միջազգային պատվերներ անել, ես դրա մասին մոռացա շեշտել, ժամանակը շատ կարճ այլ մեր պրոդուկտները, հայկական բրենդերը միջազգային հարթակ տանել, գործնականում վերջնական արդյունքը դրանք էքսպոներով եւ ցուցահանդեսներում արտահայտվելու ձևն են, հարթակները, բրենդերը։ Օրինակ, անցած տարի հաշվել են Garfood-ը, որը ամենամեծ սննդի էքսպոն է, Դուբայում անցնում, մեր 5000 բրենդներից 14-ը մեր են։ Իհարկե սա թվով չի հարցը, կարևորը կարող 3 այնքան արդյուն դրանցի, որ հարումները չլինեն, ինչը նման է դասականի, բայց յունիք մերն է շատ ավելի։ Շնորհակալություն։ Եվ եւս մի հարց։ Այստեղ։ Դա ինձ հարց կտաս ինձ։ Բայց ասում ես եմ ձեր մաս բաղվելուց համար, բայց կներես, որ ասեցի հետո կտաս, լավ է, որ հիմա տվեցի։ Ուրեմն պետք է մեր մոտ գաս հաճախ, հենց որ կմեծանաս արդեն մի էտապի հասնես, պետք է լավ նկարչություն սովորես, ես այդ հարցում քեզ կօգնեմ, հետո արդեն մնացածը Եթե որտեղ ցա ես էլ եմ ուզում։ Շատ հեշտ է։ Բայց դա ինեք կապի մեջ, հա։ Վերջի հարցը արագ։ Լիլիթ Գասպարյան, մերսի շատ։ Ես կուզեի իմանալ քանի հոգով եք սկսել ու ոնց եք հաջողացել այսքան հզոր ու կրեատիվ թիմ հավաքել։ Ոնց է ստացվել։ Մենք սկսել ենք 2 հոգով, 2 ընկերով։ Իհարկե մեզ միացել է այդ էտապում նաև մեր ընկերները ժամանակավոր, բայց հիմնական 2 հոգով ենք։ Հետո այդ իմ գործընկերը բաժանվեց, մնացի մենակ մի քանի հոգով արդեն թիմակիցներով, ու այդպես սկսեցինք զարգանալ մինչև այս էտապ։ Իրականում սկսել ենք 2 հոգով։ Մերսի շատ։ Լավ, քանի որ արագ էին հարցերը, մի հատ էլ այնտեղից հարց։ Ով հասցրեց ձեռքից խլեք։ Դու գնա առաջ, այդպես։ Իրականում ես առաջ խոսեցի, որ հարցերը շատ են։ Հա, դե ես էլ մտածեցի չկանչանենք։ Աչ, չէ, այդտեղ չէ, աչի վրա։ Այնտեղից էին առաջին ձեռք բացեցրել։ Արդարությունը հələ տեսին աղջկա ձեռքից ոնց որ։ Բարի օր, շնորհակալ եմ հետաքրքիր ու ոգևորիչ ելույթի համար։ Կա տարածված մի կարծրատիպ, որ AI-ը եկել է փոխարինելու շատ դիզայներների աշխատանքը ու իրենց հաստիկները եկել է խլելու, կոպիտ ասված։ Կուզենայի իմանալ այս մասին ձեր կարծիքը ու ձեր անձնական փորձը։ Կուզենայի իմանալ որտեղ են սահմանափակվում ձեր ու AI-ի միջև հարաբերությունները ու ինչպես են զարգացել ձեր հարաբերությունները այս վերջին տարիների ընթացքում որպես branding agency։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարճ պատասխանեմ։ AI-ը մեզ ուժեղացնում է միանշանակ, փորձեցինք դեռ 1 տարի առաջ անել այնպես տեսնես հնարավոր, որ մեզ փոխարինի, դա շատ հնարավորություն կլիներ, մենք կբազմանանք, այսպես ասած, բայց հասկացանք, որ դեռ ոչ, բայց այն փաստը, որ ինքը մեզ ուժեղացնում է, ուժեղացնում է այնքան ինչքանով դու ես կարողանում դա հասկանաս եւ կիրառես, այդքանով ուժեղացնում է միանշանակ։
Մեր հարաբերությունները շատ լավ է, եթե հարցերը չկա, որ ճիշտ ասացին։ Շնորհակալություն հայտնենք, ժամանակը քիչ է, մենք արդեն մեր սովորակարգից շատ ենք ուշացել։